Պարոն Սաֆարյան, եթե կարճ վերջին օրերին մենք տեսնում ենք ինչ է կատարվում Հայաստանում, Երևանում, աշխարհի ուշադրության կենտրոնում է 50 երկրների ներկայացուցիչներ, բարձրաստիճան ղեկավարներ են այստեղ, ինչ է տեղի ունենում Երևանում եւ ինչու է Երևանում տեղի ունեցող այս գագաթնաժողովները, այսպես ասած, անհանգստություն առաջացրել Հյուսիսում։ Ռուսական կողմը կարծում եմ առաջին անհանգստությունները հայտնեց այնից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը ընդունեց Եվրամիությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին որոշումը։ Ինչու եմ ես այստեղից սկսում, որովհետև այս ամբողջը դրա շարունակությունն է։ Եթե Հայաստանը չցուցաբերեր եվրոպական նկարտումներ, միանշանակ վստահ եմ, որ Երևանում տեղի չունենա Եվրոպական միության քաղաքական համայնքի համաժողովը, որովհետև այդ համայնքը իր կանոնավոր հավաքները անցեկացնում այն երկրներում, որոնք կամ Եվրոմիության անդամ են, կամ հավակնում են դառնալ Եվրոմիության անդամ։ Հետևաբար Եվրոմիության առաջնորդների որոշումը հավաքվելու ուրեմն այս անգամ Երևանում արդյունք է Հայաստանի եվրոինտեգրման նկարտումների, արդյունք է նաև օրենքի մակարդակով այդ ամրագրման, որովհետև այդ հարցը, ինչպես նկատել եք, անցած տարվա ընթացքում գրեթե ամեն շաբաթ հնչել է տարբեր ռակուրսներով, տարբեր ձևակերպներով հնչել է ռուս պաշտոնյաների շուրթերից, ովքեր մեզ զգուշացնում էին, որ դա կունենա հետևանքներ, որ մենք չենք կարող միաժամանակ անդամակցել եւ Եվրասիական տնտեսական միությանը, եւ Եվրոպական միությանը եւ այլն եւ այլն։ Իհարկե Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակություն մտցրեց այս հարցով Ռուսաստանի համար, այն առումով, որ դրանք այն առումով, որ եթե Հայաստանը վերջնական որոշում ընդունի, ապա բնականաբար ինքը լուծում կտա այդ անհամատեղելիության խնդրին, այսինքն դուրս կգա ԵԱՏՄ-ից, ակնարկը սա էր։ Եվ հիմա Ռուսաստանում տեսնում եմ, որ գործընթացները ոչ միայն չեն կանգնում, այլ նաև շարունակվում են եւ օրենքի մակարդակով ամրագրումները դառնում են նաև եվրոպական կողմից հանդիպակաց շարժման, որովհետեւ Ռուսաստանի փորձագիտական եւ նաեւ իշխող վարչակազմի հաշվարկն այն է, որ եթե նույնիսկ հայերը շատ էլ ցանկանան դառնալ Եվրոմիության անդամ, միևնույն է Եվրոմիությունը նրանց չի ընդունի։ Այժմ նրանք տեսնում են, որ Եվրոմիության առաջնորդները եթե հավաքվում են Երևանում, ապա հերթական ռուսական սխալ հաշվարկը տեղի ունի, որովհետև սա նշանակում է, որ Եվրոպան նույնպես պատրաստ են առաջ գալ Երևանի եւ Հայաստանի հասարակության նկարտումներին։ Եվ թերևս սա է, որ հունից հանում է ռուս պաշտոնյաներին, որոնք արդեն անցել են դիվանագիտական էթիկետի բոլոր սահմաններ, ինչպես օրինակ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես օրինակ Մարգարիտա Սիմոնյանը, որոնք լինելով նաև պաշտոնական պետական իշխանության մաս, պաշտոնական քարոզչության օղակ, ըստ էության չեն թաքցնում իրենց ուրեմն անհանգստությունները եւ իրենց նաև ագրեսիան Հայաստանի ինքնիշխան որոշումների նկատմամբ։ Սպառնալիքները ինչպես հասկանալ, տողատակում եղած սպառնալիքները, պարոն Սաֆարյան, քանի որ Մարգարիտա Սիմոնյանին հիշատակեցիք, տեսեք, այնտեղ հստակ սպառնալիք կար, որ դուք անշնորհակալ վարք եք դրսևորում, մենք դեռ կհասկանանք ինչպես վարվել։ Դե այն ինչ չի կարողանում ասել բարձրագույն ղեկավարությունը, ասում են երկրորդ, երրորդ դեմքերը, ինչպես Մեդվեդևը, ինչպես Մարգարիտա Սիմոնյանը, որովհետև անցած տարվա ընթացքում Օվերչուկի, Մաշա Զախարովայի, Ռուսաստանի այլ պաշտոնյաների, Կրեմլի պատասխանատուների, Դմիտրի Պեսկովի եւ այլոց շուրթերով զգուշացվել է, որ Հայաստանը ուրեմն կգրի հետևանքներ, եթե ուրեմն փոխի վեկտոր, եթե մտածի ուրեմն ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ուրեմն Եվրոմիությանը անդամակցելու մասին։ Եվ թերևս, քանի որ դա ասվել է դիվանագիտական լեքսիկոնով, այժմ մի փոքր կարելի ասել երկրորդ этаպում մեր վրա բաց են թողնում մի փոքր ավելի ազատ լեզվի առումով ուրեմն ազատ անձանց, որոնք կարող են ուղղակի շատ ավելի վուլգար արտահայտվել եւ սպառնալ պատժամիջոցներով։ Ըստ էության այս պահին մենք գործ ունենք արդեն երկրորդ ֆազայի հետ։
Ես կարծում եմ, որ սրանով չի ավարտվելու ամբողջ պատմությունը եւ վերբալ այս հարձակումներին եւ վիրավորանքներին, որոնք նրանք տեղում են Հայաստանի պաշտոնյաների, Հայաստանի իշխանությունների, Հայաստանի հասարակության որոշման վրա, կհաջորդի նաեւ այո պատժամիջոցները։ Տնտեսական պատժամիջոցներ Դե տեսեք, կարող են հազար տեսակի ձևեր ընդունել, թե օրինակ ջերմուկի հետ կապված միջադեպ պատահականությունը, բայց այն տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի հավաքից բառացիորեն օրեր առաջ, այսինքն ուղղակի նախազգուշացումներ են դրանք, որ նրանք հասկանում են, որ եթե չազդեն Հայաստանի եւ հայ կամքի վրա, ապա Հայաստանը կշարժվի այնպես, ինչպես շարժվում է։ Իհարկե պատժամիջոցների հարցում այնքան էլ ազատ չեն պատժամիջոցների հարցում, որովհետեւ որոշ պատժամիջոցների կիրառում կարող է ել ավելի բարդացնել Ռուսաստանի վիճակը, որովհետև Ռուսաստանի կողմից ցանկացած քայլ հայ հասարակության կողմից այլևս ընկալվում է որպես թշնամական ակտ։ Եվ դրա համար մի կողմից ունենք աշխատվածություն կայացնելու, պատժամիջոցներ կիրառելու որոշումներ, բայց մյուս կողմից ոչինչ անել չեն կարող։ Եվ հետևաբար այս առումով նրանք ուղղակի դեռևս նախազգուշացնում են, այսինքն մենք գործ ունենք ուղղակի նախազգուշացումների հետ այս պահի դրությամբ։ Բայց մի բան հստակ է, նրանք շեշտը դրել են այն հատվածի վրա, որը բիզնես կապերով կապված է Ռուսաստանի հետ։ Թերևս այս սխեմայի մեջ է գտնվում եւ Սամվել Կարապետյանը, որը պարտադրված քաղաքական ուժ բացեց եւ մասնակցում է ընտրություններին, թերևս այս ուրեմն թիրախի տակ են նաև այն գործարարները, որոնք Ռուսաստանի հետ կապված են, ռուսական շուկաների հետ կապված են եւ արտահանում կամ ներմուծում են իրականացնում։ Այսինքն առաջին этаպում ակնհայտորեն պատժամիջոցները կլինեն այս մարդկանց վրա, որպեսզի այս մարդկանց միջոցով ազդեն Հայաստանի որոշումների վրա։ Եթե դա չստացվի, կանցնեն բնականաբար այլ պատժամիջոցներին։ Տեսեք, պարոն Սաֆարյան, եթե մի կողմ թողնենք Ռուսաստանից, պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունները, ներսում էլ օրինակ որոշ շրջանակներ, օրինակ նշեցիք Սամվել Կարապետյանին եւ նաեւ այլ ընդդիմադիր որոշ ուժեր եւ շրջանակներ վերջին օրերին հայտարարում են, որ սա այնքան էլ Եվրամիության հետ սերտ հարաբերություններ ունենալու մասին չէ կամ դեպի Եվրամիություն գնալու մասին չէ, սա հստակ ընդգծված հակառուսական քաղաքականություն է, որի պատասխանը տալու է քաղաքացին եւ վերջին օրերին մանտրայի նման նաեւ եթե նկատել եք ուժեղ Հայաստան ուժի ներկայացուցիչները խոսում են այսպես երևակայական 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ Սամվել Կարապետյանը 3 հայտարարություն է անում, որ այս ամբողջը միտված է նրան, որպեսզի ճանապարհ բացեն նրանց վերադարձի համար։ Հիմա ինչպես հասկանալ, որքան էլ որ այս ամենը աբսուրդ է թվում։ Նարատիվները փոխվում են, որովհետև նախկին նարատիվները չաշխատեցին։ Որն է նախկին նարատիվը։ Նախկին նարատիվը այն էր, որ Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի վարած քաղաքականությունը ներկայացնի որպես Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալ եւ անցնել թուրքական հպատակության։ Դա էր ըստ էության, եթե պատկերավոր ձևակերպենք, ապա նրանք այդ նարատիվը ձևակերպում էին Հայաստանի վիլայեթացում։ Այսինքն, որ Հայաստանը շարժվում է ոչ թե դեպի Եվրոպա, այլ շարժվում է դեպի Թուրքիայի նահանգ դառնալը, վիլայեթ դառնալը։ Բայց դա կարճ կյանք ունեցող նարատիվ էր, որովհետև իրականության մեջ բոլորս էլ հասկանում ենք, տեսնում ենք, որ այդ քայլերը ամենևին ռուսական ազդեցությունը թուրքական ազդեցությունով փոխարինելու մասին չէ, այլ գործընթացը Հայաստան Եվրամիություն, Հայաստան արևմուտք մերձեցման մասին է։ Եվ այդ նարատիվը աշխատելու էր այնքան ժամանակ, մինչև սուտը մերկանար, որովհետև շատ արագ պարզ էր դառնալու, եւ որ Եվրամիության 27 երկրների եւ ավելի երկրների ղեկավարներ կամ նրանց ներկայացուցիչներ հավաքվում են Հայաստանում, սա ամենևին Հայաստանի թուրքականացման կամ վիլայեթացման մասին չի խոսում։ Դրա համար, եւ որ իրենք տեսան, որ նախկին նարատիվը փլուզվեց, որովհետև պիտի նշաններ լիներ, որ հակառակը Էրդողանը կամ թուրքական աշխարհը այստեղ գագաթաժողով աներ, ոչ թե եվրոպացիներ, եւ որ հասկացան, որ այդ մի նարատիվը չի աշխատում, հիմա այլ նարատիվ են դրել շրջանառության մեջ, որ ըստ էության հիմա էլ Հայաստանը
արևմուտքին պետք է ոչ թե որ իր շարքերը ընդունի, այլ Հայաստանը պետք է որպես հակառուսականության պլացդարմ, որովհետև փորձում են այս հավաքը մանավանդ ի նկատի ունենալով նաև Կանադայի վարչապետի մասնակցությունը եւ այլ, փորձում են ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի հավաք։ Ինչու են ՆԱՏՕ-ով սարսափեցնում, որովհետև գիտեմ, որ հայ հասարակությունը գոնե գիտի, որ ՆԱՏՕ-ի անդամակցության նպատակ չկա, այդպիսի խնդիր դրված չէ եւ այդ խնդիրը ծայրաստիճան գազազեցնում է Ռուսաստանը, ինչպես որ Ուկրաինայի դեպքում դա տեղի ունեցավ, որպեսզի Հայաստանը նույնացվի Ուկրաինայի հետ, որպեսզի այն դարձվի աշխարհական շահերի բախման կետ, հիմա էլ նարատիվ են դարձնում, որ սա ոչ թե եվրոպականացում է, այլ նատոյականացում է, որովհետև տեսեք, այստեղ նաև Կանադայի վարչապետը կա, այստեղ նաև կան ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ, Թուրքիայի ներկայացուցիչը եւ այլ, այսինքն փորձում են նորից եվրոպականացումը, քանի որ չի աշխատել եվրոպականացումը վիլայեթացման տակ ներկայացնելու այդ նարատիվը, հիմա էլ փորձում են Հայաստանի եվրոպականացում, արևմտականացումը ներկայացնեն որպես Հայաստանի հակառուսականացում եւ Հայաստանի նատոյականացում։ Այս նարատիվն էլ երկար չի ապրելու, որովհետեւ Հայաստանի իշխանությունները չեն դրել ՆԱՏՕ-ին անդամակցության նպատակ, այդպիսի հերանեկարը բազում խնդիրներ ունի լուծելու եւ դրա համար այս մի նպատակն էլ կարճ է տևել։ Դրա համար իրենք երկրորդ, երրորդ նարատիվներ են շրջանառության մեջ դրել, որ գիտեք, հիմա 300,000 ադրբեջանցիներ են գալու, որ գիտեք, այդ 300,000 ադրբեջանցիներից 10,000-ը ծառայելու են բանակում, այսինքն փորձում են հիմա էլ ադրբեջանականացման այս նարատիվը, թե սա որտեղի ծլեց չհասկացանք, առաջ ասում էին թուրքականացում, Թուրքիայի վիլայեթացում, հիմա պարզվում է չէ, հիմա արդեն Ադրբեջանի ուղղությամբ են տանում եւ նպատակն է հայ հասարակության մեջ մեծացնել վախերը, որ այս կեղտոտ եվրոպացիները եկել են, որպեսի լուծեն այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը, որոնք գալու են, բանակը ներսից պայթեցնելու են, բանակում հայ սպաներին են մորթելու, ինչպես Գուրգեն Մարկյանին արեցին, եւ այլ, այսպես այս հին սկավառակները փորձել են վերստին պատտացնել, բայց նորից եմ կրկնում, կեղծիքի վրա չի կարող լինել, իրենք ուղղակի զուտ հաշվի են առնում, որ առաջիկայում ընտրություններ են սպասվում հունիսի 7-ին եւ այդ կարճ ժամանակ իրենք գիտեն, որ երկարաժամկետ կտրվածքով այս մի նարատիվն էլ է փլուզելու, ինչպես փլուզվեց Թուրքիայի վիլայեթացման նարատիվը, որովհետեւ կպած բոլորը գոռում էին, ճչում էին, որ մենք հիմա էլ Ռուսի ազդեցությունից ընկնում ենք Թուրքիայի ազդեցության տակ եւ այլ, հիմա տեսնում եմ, որ չէ, Հայաստանի իրական վեկտորը ուղղված է դեպի եվրոպական կողմ եւ փորձում են եվրոպականացման այդ վեկտորը վարկաբեկել այլ նոր նարատիվներով 300,000 ադրբեջանցիների վերադարձի եւ այլ։ Տեսեք, ամիսներ առաջ նույն Սամվել Կարապետյանը եւ իր ուժը կտրուկ դեմ չէին արտահայտ, շատ խորամանկ ձևով, շատ քողարկված ձևով էին դեմ արտահայտվում արևմտյան ուղղությամբ ընթացքին։ Այսօր արդեն տեսանելիորեն նրանք ուղղակի բաց տեքստով խոսում են, Սամվել Կարապետյանը բաց տեքստով խոսում է, որ եթե Հայաստանը շարունակի այս քաղաքական ընթացքը, եթե Հայաստանը շարունակի դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները, մերձենալ Եվրոպայի հետ, ապա դա Հայաստանը կդարձնի շահերի բախման կենտրոն։ Հիշեք, սա հին նարատիվ է, սա կրկին ձայնասկավառակը ուկրաինայզացիայի, ուկրաինացման, Հայաստանի ուկրաինացման ուրեմն ձայնասկավառակն է։ Դրա համար փորձում են ամեն ինչ ուղղակի գործածել։ Այս պահին իրենց հնարավորություններն էլ շատ մեծ չեն, հանուն արդարության, որովհետև կրկնվելու են, բայց եթե որոշ սանկցիաներ կա, որոնք եթե նրանք կիրառեն Հայաստանի դեմ, ապա կստացվի, որ կիրառում են իրենց դեմ։ Եթե կտրեն Հայաստանի գազը, ապա Հայաստանը գազն կներմուծի Իրանից, անգամ նույնիսկ Ադրբեջանից, որովհետև այդ զրույցներն էլ կան, այսինքն նույնիսկ Ադրբեջանը ուրախ կլինի այս շուկայում զբաղեցնել Ռուսաստանի տեղը։ Երկրորդը, եթե փակեն Լարսի ճանապարհը, ապա դա փակում են իրենց ճանապարհը դեպի հարավային Կովկաս։ Իրենք այստեղ ունեն ռազմական բազա։ Հետևաբար իրենք ավելի շատ վտանգ ստեղծում են իրենց համար։ Եթե հալածեն Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտներին մեր
խոպան գնացած աշխատող իրենց ընտանիքները պահող հայրենակիցներին, ապա դա նույնպես ուրեմն գեներացնելու հակառուսական կրքեր հենց Հայաստանում, ոչ թե այդ մարդիկ են գալու Հայաստանը խեղտեն, դնեն, վերցնեն մեր ձեռքից եւ դնեն Կրեմլի ոտքերի տակ, այլ իրենք են դառնալու հակառուս, այսինքն սանկցիաները հիմա այն սանկցիաները, որոնք 10 տարի առաջ, 15 տարի առաջ էֆեկտիվ էին Ռուսաստանի դեպքում, եւ որ ասում էին եւ մենք այսպես վախենալով, դողալով, եւ որ մեզ նույնիսկ ակնարկում էին, որ դուք գազի պարտք ունեք, Հայաստանի Հանրապետության որևէ նախագահ լիներ դա Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Նիկոլ Փաշինյանը դողերոցքով էին գնում բանակցությունների, արդյոք իրենց կհաջողվի վերակառուցվածքավորել պարտքը, արդյոք իրենց կհաջողվի ուրեմն համոզել ռուսական կողմին։ Այսօր արդեն այդ պատժամիջոցները ինչպես որ նախկինում էին ազդում, այսօր այդպես չեն ազդում, որովհետև այսօր Իրանն էլ է սպասում, որ շուկա ազատվի եւ ինքը մտնի այդ շուկան, Ադրբեջանն էլ կուզենա շուկա ազատվի եւ ինքը մտնի այդ շուկա եւ զբաղեցնի, ասենք հիմա այս դիվերսիֆիկացիայի օգուտներից մեկը նա է, որ դրանք բավականին թույլատրել են ռուսական պատժամիջոցները, դրա համար Ռուսաստանը չգիտի ինչպես վարվի։ Ռուսաստանը եթե պատժում է Հայաստանին, ապա ավելի է նպաստում, որ Հայաստանը գնա դեպի արևմուտք։ Եթե չի պատժում, Հայաստանի էվոլյուցիոն ընթացքը տանում է դեպի արևմուտք։ Դրա համար այդքան էլ դյուրին վիճակ չէ Ռուսաստանում եւ բայց եւ այնպես հայկական կողմում որը մեկը թող չթերագնահատի նաեւ ռուսական ուրեմն գործոնը։ Իդեպ վերջին օրերին շատ են նշում այդ մասին, նաև որոշ շրջանակներ տողատակում, որ Ռուսաստանը եթե անգամ լավ բարեկամ չէ, բայց շատ վատ թշնամի կարող է լինել։ Ինչի մասին են այս հիշատակումները եւ զգուշացումներ են դրանք զգուշացումներ են, իրենք ուզում են ասել, որ եթե նույնիսկ օգնել չցանկանա կամ չկարողանա, ապա պատժել հաստատ կկարողանա։ Խոսքը սրա մասին է, այսինքն հիմա էլ այդ նարատիվն են ստեղծել, որ լավ չեք ուզում բարեկամ լինեք Ռուսաստանի հետ, գոնե թշնամի մի դարձեք։ Խոշոր առումով կա տրամաբանության մեջ, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները անում են որևէ բան, որոնք կարող են թշնամացնել, ասենք, գիտեք, այդ նույն ակնարկի դաշտում ուրեմն չպիտի անես այն, ինչը բխում է քո շահերից, այսինքն այս պարագայում այն, ինչ անում է Հայաստանը, բխում է իր շահերից, ասենք, այս եվրոպական քաղաքական համայնքի ուրեմն հյուրընկալումը, ինքը, ասենք, չեմ ուզում շատ ուռճացնել, հանուն արդարության ինքը շատ մեծ բան է, որ եկել է Հայաստան, բայց չեմ էլ ուզում դարձնեմ, որ դա լուծեց Հայաստանի բոլոր խնդիրները կամ լուծելու է բոլոր խնդիրները, ոչ ամենևին, դա մեծացնելու է Հայաստանի կարևորությունը, մեծացնելու է Հայաստանի տեսանելիությունը, դա մեծացնելու է Հայաստանի նկատմամբ դիրքորոշումների ձևավորումը, հեշտացնելու է մեր համար, բայց եւ այնպես, սա մի բան չի, որը ուղղակի մենք արել ենք հակառուսական դիրքավորման համար կամ մենք արել ենք, տեսեք, այսօր նույնիսկ Երևանյան երկխոսության ընթացքում Ռուսաստանի անունը չի հնչել որևէ անուն, ոչ Հայաստանի վարչապետի անունից, շուրթերից, ոչ Էմանուել Մակրոնի շուրթերից, որևէ մեկը Ռուսաստանի անուն չի էլ տվել։ Այսինքն այստեղ չկա նույնիսկ այն հակառուսականությունը, որոնք ավանդաբար նրանք փորձում էին գտնել Վրաստանում, Ուկրաինայում կազմակերպված միջոցառումների ժամանակ, որտեղ կար Ռուսաստանի քաղաքականության քննադատություններ եւ այլ եւ այլ։ Այստեղ նույնիսկ դա չկա, այսինքն այս միջոցառումը կամ այս կարգի միջոցառումն է Հայաստանի Եվրամիություն գագաթնաժողովը կամ Եվրոպական քաղաքական համայնքի ուրեմն համաժողովը կամ Երևանյան երկխոսությունը ներկայացնել որպես ուղղակի հակառուսականություն, սա խելագարություն է։ Այսինքն եւ որ հիմա վերադառնամ ձեր ասածին, ինչ այդ մարդիկ եթե ասում են մի կատաղացրեք Ռուսաստանին, ինչ անենք, չանենք նաեւ այսպիսի միջոցառումներ, որտեղ Ռուսաստանի դեմ խոսացող չկա, Ռուսաստանին հիշատակող չկա, այսինքն էցել չարվի, չէ՞ սա ասենք ամենաանմեղ բանն է, որի իրավունք ունի Հայաստանը եւ որը բխում է իր շահերից։ Այսինքն այստեղ այս ամեն ինչ չի տեղի ունենում երրորդ երկրի տվյալ պարագայում Ռուսաստանի շահերի հաշվին, բայց տեսեք Ռուսաստանում անգամ սա չեն ցանկանում, որ մենք անենք։ Սա ամենատարրական բանն է, որ կարող է անել ինքնիշխան պետություն, այսինքն հրավիրել տարբեր երկրների ղեկավարներ։ Ռուսաստանում կարող են հյուրընկալել օրինակ Հայաստանի ողերիմ թշնամիների ղեկավարներին, դրան պիտի հայ ժողովուրդը նորմալ վերաբերվի, ասենք Վլադիմիր Պուտինը եթե իր մոտ հրավիրում Իլհամ Ալիևին կամ Էրդողանին կամ որևէ այլ մեկին, հայ ժողովուրդը պարտավոր է դրան լավ վերաբերվել։
հասկանում եք ըմբռնումով վերաբերվել, բայց եթե հայ ժողովուրդը այստեղ է հրավիրում, ըստ որում պարտավոր է հրավիրել, եթե քաղաքական համայնքի ուրեմն հավաք է, բա Ուկրաինայի վարչապետի ներկայությունը բոլոր քաղաքական համայնքներում պարտադիր է եղել, բոլորն են հրավիրել։ Հիմա եթե պարզվում է մենք Ռուսաստանին գոհացնելու համար չպիտի հրավիրենք օրինակ Զելենսկուն։ Հասկանում եք, սա է որ նոնսենս է եւ հայ ժողովուրդը հիմա աշխարհաբար հասկանում է, որ այնպես չի, որ Ռուսաստանը ուղղակի օբյեկտիվորեն ծանրատանում եւ որ իր դեմ ինչ որ մի բան արվում է։ Հայաստանում ոչինչ Ռուսաստանի դեմ չի կատարվում։ Հայաստանում ոչինչ Ռուսաստանի դեմ չի հյուսվում, բայց տեսեք, մեզ հասկացնում են, որ անգամ դա մի արեք, որպեսզի Ռուսաստանին չունենաք որպես հզոր թշնամի։ Եվ վերջում պարոն Սաֆարյան, քանի որ մոտենում են ընտրությունները, այս ընտրությունները ամեն կերպ որակվել են եւ շատ մեծ ուշադրություն կա հատկապես այս տարվա խորհրդարանական ընտրություններին, ինչով է պայմանավորված այդ կարեւորությունը եւ ինչի միջև է ընտրությունը, ինչի երկընտրանք, որովհետեւ հաճախ երկընտրանքներ են առաջարկվում պատերազմ եւ խաղաղություն։ Դուք ինչ եք կարծում, երկընտրանքը որն է լինելու եւ ինչի միջև է ընտրելու միջին վիճակագրական քաղաքացի։ Ես ցավով պիտի արձանագրեմ, որ 8 տարի հետո ունենք նույն իրավիճակը։ 8 տարի առաջ էլ մենք տակավին ընտրում էինք փոփոխության եւ չասեմ նախկինի, բայց հին իրողությունների միջև։ Հիմա ցավոք սրտի Հայաստանում չստեղծվեց այնպիսի մի քաղաքական համակարգ հեղափոխությունից 8 տարի անցել, չստեղծվեց մի համակարգ, որտեղ գաղափարների, ծրագրերի տարբեր մոտեցումների միջև ընտրություն կատարվել։ Մենք նորից գրեթե կանգնած ենք 2018 թվականին, ուղղակի դեմքերն են տարբեր։ 2018 թվականին հիմնական 19 թվականին հիմնական, այսպես ասած, դեմքը հեռացող կուսակցությունն էր Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ 2021 թվականին նրան փոխանելու եկավ Ռոբերտ Քոչարյանը։ 2026 թվականին նրանց փոխանելու է եկել Սամվել Կարապետյան։ Այսինքն ցավալիորեն 8 տարվա ընթացքում քաղաքական համակարգ, որը ավելի լավը կդարձներ իշխանությանը, կպարտադրեր իշխանության ավելի լավը դառնալ։ Գիտեք, ես մեկ-մեկ զարմանում եմ, այս իշխանությունն էլ կարծես թե ինքն էլ չգիտակցում։ Ամերիկյան IRA-ի Հանրապետական կուսակցության հարցումները պիտի մտահոգեին իրենց։ Տեսել եք, որ ինստիտուտն է ամենացածր հեղինակությամբ ինստիտուտը։ Ազգային ժողովը։ Գիտեք ինչու։ Որովհետև ընտրություններում թվում է թե լավ է, որ քո հակառակորդը նախկին իշխանություններ են, որոնց հանգիստ ինչպես բոքսի տանձիկ վրան պարապում ես եւ անցնում ես խորհրդարան, բայց հետո 5 տարի հետո դա մաշեցնում է քեզ, որովհետև քո վատ ընդդիմությունը քեզ էլ է նաև վատը դարձնում։ Եվ ես ցավում եմ, որ մենք 8 տարի հետո էլ դեռևս ասենք այս նույնատիպ ընտրության առաջ ենք, չասեմ նույն ընտրության, բայց նույնատիպ ընտրությունն է։ Մենք դեռևս չունենք այն, որ ընդդիմությունը լինի իշխանության իրական այլընտրանքներից մեկը, ցավոք սրտի, որովհետև ընդդիմությունը տակավին մնում է նա, որը երբեք որևէ պայմանում չի կարող լինել այլընտրանք, որևէ բանի չի կարող, անգամ այս իշխանության, անգամ իր սխալներով, իր բոլոր թերություններով հանդերձ, որովհետև այս ընդդիմությունը ցավոք սրտի, սա նույնիսկ յետընթացի մասին չի, սա ուղղակի այս ընդդիմությունը ուղղակի դա ճանապարհ է դեպի ճահիճը նորից, որից մի կերպ փրկվելով դուրս են եկել։ Հիմա 8 տարի հետո մենք նորից նույն մատրիցան ունենք, նույն դասավորությունն ունենք։ Մի կողմում էլի մարդիկ են, որոնք երկիրը ուզում են տարել դեպի ճահիճ, մյուս կողմում մարդիկ են, որոնք մի օր ճիշտ են անում, մի օր սխալ են անում, մի օր չգիտեմ լավ են անում, մի օր վատ են անում, մի օր չգիտեմ ինչ են անում, բայց ինչ որ մի բան անում են։ Հիմա ցավալիորեն ընտրությունը այս բանի միջև է։ Հիմա դրանք անվանենք խաղաղության եւ պատերազմի, դրանք անվանենք նախկին ներկա, դրանք անվանենք սև սպիտակ, դրանք անվանենք ինչ, դրանից էությունը չի փոխվում։ Նույն հակադրությունն է։ Տակավին կան մարդիկ, որոնք ուզում են Հայաստանը տանել այն հին կարգերը, եւ կա իշխանություն, որը կարճաժամկետ օգուտ է խաղում այս հակադրությունից, բայց ցավոք սրտի եւ ինքը եւ երկիրը դժում են այս կարգի
ուրեմն բանավեճի մակարդակից, այս կարգի բանավեճի որակից։